Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարոն դարձյալ հայրենիքում է այս անգամ նոր համերգային նախագծով, որը նվիրում է մեր ազգային կյանքում կարևոր հոբելյանին, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակին։ Տևական ժամանակ ապրելով եւ ստեղծագործելով Ֆրանսիայում, երգիչը երբևէ չի կորցրել կապը հայրենիքի հետ, որտեղ բարբերաբար հանդես է գալիս բազմազան նախագծերով։ Դրանցից մեկն էլ վարպետի Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության հոբելյանական հատուկ երեկոներ, իսկ մարտին Երևանում էր Առնո Բաբաջանյանի 105-ամյակի առիթով։ Նշեցինք մեծ շուկով 105-ամյակը մեր Առնո Բաբաջանյանի, երբ ես մեկնեցի Փարիզ, մտքումս եկավ անպայման կրկին անգամ վերադառնալ իմ հայրենիք ու ասել, որ 1725-ը ինձ համար կարևոր է։ Ես պարտավոր եմ ասելու, գոռալու, երգելու, վստահ ներկայացնելու իմ քրիստոնյա լինելը եւ աղոթել երգով, քանի որ ինձ համար երգը, երբ աղոթում ես երգով, այն քո աղոթքը բազմապատկվում է։ Բարոն հայրենիքում ներկայանում է քրիստոնեության 1725-ամյակին նվիրված 3 համերգով։ Համերգաշարի մեկնարկը տրվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում, այն կշարունակվի երգչի ծննդավայրում Գյումրիում, ապա կեզրափակվի Կապանում։ Համերգաշարի ընթացքում երգիչը հանդես է գալիս երգեհոնահար Գարի Եփրիկյանի հետ։ Ավելի քան 10 տարի է ճանաչում են միմյանց, բայց առաջին անգամ են հանդես գալիս նույն բեմահարթակում։ Мы вдвоем представим интересную ֆրանկո-արմյանскую դуховную программу։ Երկուսով ներկայացնում ենք հետաքրքիր ֆրանս-հայկական հոգևոր երաժշտության համերգային ծրագիր։ Այն գործիքները, որոնք նվագելու եմ, այս համերգաշարի ընթացքում ինձ շատ լավ ծանոթ են։ Եվ Գյումրիում, եւ Կապանում ժամանակին լարել եւ վերանորոգել եմ այդ գործիքները, ուստի այս նախագիծը ինձ համար շատ թանկ է, քանի որ սիրում եմ նվագել այն երգեհոնները, որոնք նորոգել ու լարել եմ նախկինում։ Համերգային ծրագրում Բարոն կկատարի Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շարլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթևյանի գործերը։ Երգիչը չափազանց կարևորում է իտալական-ֆրանսիական դպրոցները, բայց առաջնայինն իհարկե հայ մեծերի ստեղծագործություններն են։ Պարտավոր եմ հնչեցնել, ըստ արժանվույն ներկայացնել իմ հայ երգը արտերկրում, իսկ երբ վերադառնում եմ մեր երկիր, ուրեմն նշաձող այնքան բարձր պետք է դնեմ, որպեսզի արևմտաեվրոպական, ֆրանսիական դպրոց, իտալական դպրոց ներկայացնող կոմպոզիտորների կողքին ներկայացնեմ նաև մեր մեծերին, քանի որ մեր մեծերը չեն զիջում։ Եվ դեռ չավարտած այս համերգաշարը երգիչն արդեն մտածում է նոր ֆրանսիական Սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգի մասին, որն իրականացվելու է ի նպաստ եկեղեցու խորանի բացմանը։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։